Եթերում ներքին գործեր հաղորդաշարի հերթական թողարկումն է բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Անտառը պետության հարստությունն է, յուրաքանչյուր ապօրինի հատում պետք է ստանա խիստ իրավական գնահատական։ Նախարարն ամփոփել է ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկում բնակվող Պետրոսյանների ընտանիք, շնորհավորելու նրանց փոքրիկ Տիգրանի լույս աշխարհ գալու առթիվ։ Քիմիական զենքով հարձակման սցենար ձերբակալում եւ տարհանում COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով իրականացվել է դաշտային վարժանք։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Տավուշի մարզում ամփոփել է ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Նախարարը հանձնարարել է ապօրինի ծառայությունների կանխարգելման եւ բացահայտման ուղղությամբ համագործակցել բնապահպանական ոլորտի պատասխանատու կառույցների, այդ թվում էկոպարեկային ծառայության հետ։ Հուլիսի 16-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ ամփոփելու ներքին գործերի նախարարության ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկայային ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։ 2026 թվականի առաջին կիսամյակում վարչության կողմից գրանցվել է հանցագործության 174 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 17.6%-ով։ Նվազել են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները, միաժամանակ աճել են մարդու դեմ ուղղված, ինչպես նաեւ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունները։ Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններն ամբողջությամբ բացահայտվել են։ Ընդհանուր պատկերում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնականում պայմանավորված են բարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։ Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հանցագործության 237 դեպք, որից բացահայտվել է 182-ը։ Բացահայտման արդյունավետությունը 76.8%։ Հրազենի գործադրմամբ հանցագործության դեպքեր չեն արձանագրվել։ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում գրանցված հանցագործության դեպքերը առաջին կիսամյակի արդյունքներով նվազել են։ Արձանագրված 149 հանցագործության դեպքից բացահայտվել է 117-ը, բացահայտման արդյունավետությունը 78.5%։ Նվազել են սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։ Հանցավորության մակարդակի նվազում է արձանագրվել նաեւ համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի սպասարկվող տարածքում։ Գրանցվել է հանցագործության 140 դեպք, բացահայտվել 99։ Բացահայտման արդյունավետությունը նվազել է, կազմելով 70.7%։ Նվազել է սեփականության, ինչպես նաեւ պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Հաշվետու ժամանակահատվածում համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում գրանցվել է հանցագործության 118 դեպք, որից բացահայտվել է 91-ը։ Ինչպես նախորդ 2 տարիներին բացահայտման արդյունավետության ցուցանիշն աճել է, առաջին կիսամյակի արդյունքներով բացահայտումներն աճել է 11%-ով։ Նվազել են սեփականության, տնտեսական գործունեության, ինչպես նաև պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, աճել բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։ Բարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողները բացահայտել են 59 հանցագործության դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 27986 արձանագրություն, նախորդ տարվա համեմատ 392-ով ավելի։ Նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, դրանց հետևանքով զոհերի եւ մարմնական վնասվածք ստացածների ցուցանիշները։ Ամփոփելով ներկայացված արդյունքները ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Տավուշի մարզի ստորաբաժանումներին կատարված աշխատանքի համար։ Միաժամանակ նախարարը նշել է, որ մի շարք ուղղություններով դեռևս անհրաժեշտ է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը եւ ապահովել առավել չափելի ցուցանիշներ։ Հաշվի առնելով, որ Տավուշը Հայաստանի ամենամեծ անտառածածկ մարզերից է, նախարարն առանձնահատուկ խիստ հանձնարարականներ է տվել ապօրինի անտառահատումների կանխարգելման եւ բացահայտման ուղղությամբ։ Հանձնարարվել է առավել սերտ համագործակցել բնապահպանական ոլորտի պատասխանատու կառույցների, այդ թվում էկոպարեկային ծառայության հետ գործադրելով բոլոր անհրաժեշտ միջոցները ապօրինի անտառահատումների դեպքերը բացառելու համար։ Զենք զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում հանձնարարվել է ակտիվացնել ինչպես դրանց հայտնաբերման եւ առգրավմանն ուղղված օպերատիվ աշխատանքը, այնպես էլ բնակչության շրջանում իրականացվող բացատրական եւ կանխարգելիչ միջոցառումները, խրախուսելով ապօրինի պահվող զենք զինամթերքի կամավոր հանձնումը։ Առանձին անդրադարձ է կատարվել անչափահասների մասնակցությամբ եւ նրանց նկատմամբ կատարվող
հանցագործություններին։ Նախարարը հանձնարարել է յուրաքանչյուր նման դեպքի նկատմամբ ցուցաբերել անհետաձգելի եւ համակողմանի արձագանք, ապահովելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համակարգված աշխատանքը։ Սեռական ազատության եւ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր հաղորդում պետք է արժանանա անհապաղ եւ մասնագիտական արձագանքի, ապահովելով դեպքի բոլոր հանգամանքների լիարժեք բացահայտումն ու տուժողների իրավունքների պատշաճ պաշտպանությունը։ Գողությունների բացահայտման ուղղությամբ հանձնարարվել է ակտիվացնել օպերատիվ հետախուզական աշխատանքը, բարձրացնել բացահայտման արդյունավետությունը եւ առավել նպատակային օգտագործել առկա գործիքակազմն ու տեղեկատվական հնարավորությունները։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերի կանխարգելման եւ դրանց արձագանքման մասով տրվել են հստակ հանձնարարականներ, ուժեղացնելու ռիսկերի վաղ գնահատումը, ապահովելու տուժողների պաշտպանությունը եւ խորացնելու համապատասխան մարմինների հետ համագործակցությունը։ Պարեկային ծառայությանը հանձնարարվել է շարունակել ակտիվ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ճանապարհային երթևեկության կազմակերպման, վտանգավոր հատվածների հայտնաբերման, ճանապարհային նշանների եւ գծանշումների բարելավման, ինչպես նաեւ երթևեկության անվտանգության բարձրացման ուղղություններով։ Վարչական ակտերի կազման եւ դրանց բողոքարկման գործընթացների վերաբերյալ նախարարը կարևորել է յուրաքանչյուր որոշման իրավական հիմնավորվածությունն ու փաստական ճշգրտությունը։ Հանձնարարվել է ոստիկանության տարբեր ծառայությունների ներգրավման պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ, հատկապես բակային տարածքներում, գյուղական եւ սահմանամերձ բնակավայրերում, ինչպես նաեւ զբոսաշրջային ակտիվություն ունեցող հատվածներում։ Այդ աշխատանքները պետք է լինեն թիրախային, կանխարգելիչ եւ ուղղված հանրային կարգի եւ անվտանգության ապահովմանը։ Նախարարը կարևորել է նաեւ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարելով մշտապես ուշադրության կենտրոնում պահել ծառայողների կարգապահությունը, մասնագիտական պատրաստվածությունը, աշխատանքային մթնոլորտը եւ ծառայության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ առաջիկա ժամանակահատվածում ակնկալվում են առավել հասցեական, համակարգված եւ չափելի արդյունքներ, հատկապես հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման, հանրային անվտանգության ապահովման ու բնակչության հետ արդյունավետ աշխատանքի ուղղություններով։ Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում եւ խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման եւ տարածման վտանգը։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է վառել խարույկներ չնախատեսված վայրերում։ Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում, շրջապատելով խարույկը 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով։ Բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ծխել եւ օգտվել բաց կրակից, վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում, կատարել չոր խոտի, խոզանի այրում, թողնել քսայուղով, բենզինով, կերոսինով եւ այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր եւ այլն։ Հարգելի քաղաքացիներ, պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները, հոգ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին։ Նիդերլանդների թագավորության Հարլեմ քաղաքում աշխատանքային այցի շրջանակում նախարար Սարգսյանը հարցազրույց է տվել ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Նրա խոսքով կենսաչափական նոր համակարգի ներդրումը պետական ինստիտուտների թռիչքաձև զարգացման արդիականացման, պետություն քաղաքացի երկկողմ վստահության ամրապնդման եւ այս ոլորտում նաեւ հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող սահմանելու մասին է։ Madam Minister, welcome to Harlem. Տիկին նախարար, բարի գալուստ Հարլեմ։ Շնորհակալություն այսօր մեզ հետ լինելու եւ մեր հարցազրույցին մասնակցելու համար։ Խնդրում եմ մի քանի խոսքով ներկայացրեք, թե ներկայումս IN Group-ն ինչպիսի ծրագրեր է իրականացնում Հայաստանի համար։ Հայաստանի Հանրապետությունը առաջին պետություն մասնավոր գործընկերության ծրագիրն է իրականացնում եւ ես ուրախ եմ, որ թեման վերաբերում է հենց կենսաչափական անձնագրին։ Պիտի փաստեմ, որ առաջին ծրագիրն է նաեւ, որն իրականացվում է այս ոլորտի օրենսդրության տառին եւ ոգուն համապատասխան։ Անցած տարվա կտրվածքով ապրիլին կնքել ենք պայմանագիրը մեր գործընկերոջ հետ եւ նպատակ ունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար ներդնել հանրային ծառայությունների մատուցման լիովին նոր ստանդարտ եւ դա անել այն պայմաններում, ինչ պահանջում է միջազգային բարձրագույն չափանիշները, այսինքն այնպիսի էկոհամակարգում նաև, որը թույլ կտա վստահ լինել, որ փաստաթղթերի անվտանգությունը բարձր մակարդակի վրա է եւ ունի բարձր պաշտպանվածություն։ Ինչ նշանակություն ունի այս նախագիծը Հայաստանի եւ նրա քաղաքացիների համար, ինչպես է այն նպաստում ժամանակակից, վստահելի եւ միջազգային հանրության հետ առավել սերտորեն փոխկապակցված պետություն կառուցելու ձեր տեսլականի իրականացմանը։
Իրականում կենսաչափական նոր համակարգի ներդնումը մեզ համար նաև եւ հատկապես պետական ինստիտուտների թռիչքաձև զարգացման արդիականացման մասին է, պետություն քաղաքացի երկկողմ վստահության ամրապնդման մասին է եւ այս ոլորտում նաև հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող սահմանելու մասին է, որը թույլ կտա նոր փորձառություն բերել թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար եւ թե օտարերկրացիների համար։ Ես կարևորում եմ, որ այս տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը կկարողանա շատ ավելի իդենտիկ աշխատել միջազգային ոլորտում արկա թե մասնավոր գործընկերների հետ եւ թե նաեւ պետությունների հետ, որովհետեւ սա ավելի մոտեցնում է Հայաստանին այն ընդունելի չափանիշներին, ընդունելի մոտեցումներին, որն այս պայմանությամբ ամբողջ աշխարհում գործում է եւ կարծում եմ, որ սա թռիչքաձև քայլ է լինելու Հայաստանի Հանրապետության համար, որը թույլ կտա այս ոլորտում նորանոր արդյունքներ գրանցել ոչ միայն ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակներում, այլ նաեւ մնացյալ բոլոր պետական մարմինների։ Ինչու Հայաստանը նման ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրի իրականացման համար ընտրեց այն գրուպին։ Կներկայացնեք այդ ընտրությունը պայմանավորած հիմնական պատճառները։ Ես պիտի փաստեմ, որ պետություն մասնավոր գործընկերության ձևաչափը թույլ է տվել մեզ շատ ավելի ներդաշնակ process ունենալու այս տեսանկյունից, որովհետև մենք ուսումնասիրել ենք ամբողջ շուկան։ Մենք ուսումնասիրել ենք ամբողջ շուկան ձևավորելու մրցութային այնպիսի փաթեթ, որը թույլ կտա Հայաստանի Հանրապետությանը կատարել լավագույն ընտրությունը իր քաղաքացիների համար։ Եվ բավական երկար շուկայի ուսումնասիրության պայմաններում մենք կարողացել ենք շուկայի բոլոր դերակատարների խոսքը լսելի դարձնել եւ ըստ այդմ ձևավորել այնպիսի մրցութային փաթեթ, որը բոլորի համար հավասար պայմաններ կերաշխավորի եւ նաեւ պետության համար թույլ կտա մրցույթում ներգրավել հնարավորինս մեծ թվով մասնակիցներ եւ ընտրել արդեն մեծ թվով մասնակիցների շրջանակներից։ Պիտի փաստեմ, որ առաջատար հսկա ընկերություններ են մասնակցել այս մրցութային ձևաչափով մրցույթին Հայաստանի Հանրապետության կողմից հայտարարված եւ ի վերջո մենք բավական բարդ եւ ծավալուն աշխատանք ենք անցել մինչեւ այն գրուպին ընտրելը եւ պայմանագիր կնքելը, ունեցել ենք 5 հսկա ընկերություններ, որոնք դիմել են եւ որակավորվել են մրցույթի շրջանակներում։ Այդուհետ մենք կարողացել ենք մանրակրկիտ ուսումնասիրել միջգերատեսչական հանձնախմբով, ուսումնասիրել ենք բոլոր հայտերը, դիտարկել ենք մանրամասն դրանք եւ ի վերջո հաղթող է ճանաչվել այն ընկերությունը, ում հետ այս պայմանությամբ ունենք կնքած պայմանագիր, ընդ որում ուզում եմ փաստել, որ մենք դիտարկել ենք թե տեխնիկական պահանջները, թե ոլորտի փորձառությունը եւ թե նաեւ այն ծառայությունների փաթեթը, որը այն գրուպը առաջարկել է մրցույթի շրջանակներում եւ ի վերջո ես վստահ եմ, որ մենք կատարել ենք լավագույն ընտրությունը հաշվի առնելով բոլոր չափանիշները, որոնք ինքներս մեր արժեվ դրել էինք եւ ես կարեւորում եմ, որ մենք մեր արժեվ այն խնդիրն էինք դրել, որ պիտի հասնենք գերազանցության այս ոլորտում եւ վստահ եմ, որ մեկնարկի շրջանակներում կարձանագրենք, որ մենք լավագույն առաջարկն ենք տալիս մեր քաղաքացիներին։ How do you see secure identity evolving in Armenia? Ինչպես եք պատկերացնում անվտանգ եւ վստահելի նույնականացման համակարգերի հետագա զարգացումը Հայաստանում եւ ինչ դեր կարող է ունենալ վստահելի նույնականացումը թվային կառավարման, հանրային ծառայությունների զարգացման եւ երկրի դիմակայունության ամրապնդման գործում։ Կներկայացնեք նաեւ նույնականացման փաստաթղթերի ձևավորման եւ դիզայնի նշանակությունը, ինչ մշակութային պատմություն եւ ազգային խորհրդանիշներ են արտացոլված դրանցում։ Story that they tell us. Իրականում երկար տարիներ մենք այս ոլորտին չենք վերաբերել հավուր պատշաճի, ինչ նկատի ունեմ սա ասելով։ Կենսաչափական համակարգ իրականում հենակարային նշանակություն ունեցող համակարգ է ամբողջ հանրապետության համար եւ նաեւ միջպետական հարաբերությունների տեսանկյունից։ Եվ ես ուրախ եմ, որ մենք ի վերջո եկել ենք պետություն մասնավոր գործընկերության ձևաչափով այս համակարգը ներդնելու մտքին եւ գրեթե ավարտական փուլում ենք գտնվում եւ աշնանը երբ որ կգործարկենք այս նոր համակարգը, թե մենք ինքներս որպես պետություն կտեսնենք, որ իրականում թռիչքաձև զարգացում ենք ապրելու այս ինստիտուտի ներդրմամբ եւ թե նաեւ մեր քաղաքացիները կնկատեն, որ իրենց մատուցվում է նոր որակի հանրային ծառայություն եւ իրենց ինքնությունը գերպաշտպանված է այս համակարգի ներդրմամբ։ Ընդ որում շատ հաճախ, երբ որ քննարկում ենք թեման, մենք ուշադրություն չենք դարձնում պատշաճ ձևով անձի ինքնության պաշտպանվածությանը, դրա կեղծման հնարավորությունների նվազմանը, եւ ես պիտի փաստեմ, որ կենսաչափական նոր համակարգը գրեթե 0-ի է հավասարեցնելու այն բոլոր կեղծարարությունները, որոնք կարող են տեղի ունենալ ամբողջ աշխարհում, եւ սա նաեւ պաշտպանվածության ավելի ամուր զգացողություն պիտի տա մեր քաղաքացիներին։ Բացի այդ, կենսաչափական համակարգը պիտի թույլ տա մեզ
վերաբերվել մնացյալ պետությունների հետ պատշաճ կերպով, այսինքն այն բարձր մակարդակով, որը որ մենք պիտի ամրապնդենք մեր պետության քաղաքացիների համար, նույն պաշտպանվածությամբ հարաբերվել մնացյալ պետությունների հետ եւ դառնալ ավելի հուսալի գործընկեր մյուս պետությունների համար եւ մնացյալ երկրների սահմանապահները, երբ որ կնկատեն Հայաստանի Հանրապետության անձնագիրը, պիտի վստահություն ունենան, որ այն պաշտպանված է, գրեթե զրոյի է հավասարեցված կեղծիքները եւ ավելի մեծ վստահություն կարող են ունենալ մեր քաղաքացիների հետ հարաբերվելիս եւ մյուս կողմից նաեւ մեր քաղաքացիները կարող են ավելի բարձր, այսպես ասեմ, պաշտպանվածության զգացողություն ունենալ, երբ որ այլ երկրների սահմանապահներին կներկայացնեն իրենց պետության կողմից թողարկված անձնագիրը, վստահ լինելով, որ այն արժանահավատ փաստաթուղթ կդիտարկվի մյուսների կողմից։ Եվ կարծում եմ, որ մենք այս պահին մեկնարկային կետում ենք գտնվում այս անչափ մեծ եւ լայնամասշտաբ ծրագրի ներդրման շրջանակներում, որովհետեւ այն նորանոր հնարավորություններ է մեզ համար բացելու։ Վստահ եմ, որ մեկնարկը ոչ թե վերջին կետն է լինելու այս համակարգի ներդրման, այլ մի նոր փուլի սկիզբ, որը թույլ կտա ել ավելի զարգացնել, ել ավելի նոր տեխնոլոգիաներ ներդնել Հայաստանի Հանրապետությունում եւ գնալ առաջ։ Բայց ես կարևորում եմ, որ իհարկե անվտանգությունը ամենակարևորն է։ Իհարկե մենք ջանք չենք խնայել մասնավոր գործընկերոջ հետ, որպեսզի անվտանգային ամենաբարձր ստանդարտը երաշխավորենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, բայց ազգային ինքնության պահպանումը եւ դրա նորովի ներկայացումը այս փաստաթղթում թերևս ամենաէմոցիոնալ հատվածն է հենց փաստաթղթի, որովհետեւ քաղաքացիները, երբ որ թերթում են իրենց պետության թողարկած անձնագիրը, պիտի նաեւ հարազատության զգացողություն ունենան։ Եվ կարևորում եմ, որ մենք բավական երկար եւ մանրակրկիտ աշխատանք ենք տարել, որպեսզի մշակութային ժառանգության տարերը հավուր պատշաճի ներկայացնենք այս անձնագրում եւ կարողանանք մեր քաղաքացիներին ներկայանալ նաեւ այդ դիտանկյունից եւ մեր քաղաքացիներն էլ օտարերկրյա պետությունների հետ հարաբերվելիս այդ դիտանկյունից ներկայացնեն Հայաստանի Հանրապետությունը։ Ընդ որում պիտի փաստեմ, որ բավական երկար ժամանակ ենք տրամադրել, որպեսզի կարողանանք խնամքով ընտրել այն բոլոր նկարները, պատկերները, գաղափարները, որոնք ներկայացված են վերջնական դիզայնում։ Եվ նորից եմ ուզում շեշտել, որ մեր առջև խնդիր ենք դրել գերազանցության հասնելու եւ ես ուրախ եմ, որ մեր մասնավոր գործընկերը համբերատարությամբ մոտենում է այս առաջադրանքին մեր առջև դրված եւ մենք կարողանում ենք երկկողմ ջանք ներդնել, որպեսզի ի վերջո Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ներկայացնենք լավագույն լուծումը այս ոլորտի։ Տիկին նախարար, շնորհակալություն Հարլեմում մեզ հետ անցկացրած ժամանակի եւ մեր հարցերին պատասխանելու համար։ Մեծ պատիվ էր հյուրընկալել ձեզ։ Հուլիսի 20-ին Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկում բնակվող Պետրոսյանների ընտանիք, շնորհավորելու նրանց փոքրիկ Տիգրանի լույսաշխարհ գալու առթիվ։ Ընտանիքում ծանր կորուստներից հետո կրկին հնչել է մանկան ձայնը, լցնելով տունը նոր հույսով ու ջերմությամբ։ Նախարարը ընտանիքին մաղթել է առողջություն, ամրություն, խաղաղ ու երջանիկ օրեր, ընդգծելով, որ փոքրիկի ծնունդը նոր հույսի եւ կյանքի շարունակության խորհրդանիշ է։ Պետրոսյանները շնորհակալություն են հայտնել նախարարին մշտական ուշադրության, հոգատարության եւ մշտապես իրենց ընտանիքի կողքին լինելու համար։ COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով ոստիկանության եւ փրկարար ծառայության մասնակցությամբ իրականացվել է դաշտային վարժանք։
Ներգրաված են եղել նաև քննչական կոմիտեի, քրեագիտական կենտրոնի, պաշտպանության, առողջապահության եւ շրջակա միջավայրի նախարարությունների մասնագետները։ Նմանօրինակ վարժանքները հնարավորություն են տալիս գնահատել տարբեր ծառայությունների փոխգործակցությունը, արագ արձագանքման կարողությունները եւ արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովման արդյունավետությունը։ Համաժողովի ընթացքում ենթադրյալ հանցագործը կիրառել է քլորոպիկրին, խիստ գրգռող քիմիական միացություն, որը պատմականորեն օգտագործվել է որպես քիմիական զենք։ Վտանգավոր նյութի տարածումից հետո տասնյակ քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի ախտահարումներ, իսկ դեպքի վայրում անմիջապես գործի են դրվել արտակարգ իրավիճակներում արձագանքման բոլոր մեխանիզմները։ Խուճապի մատնվելու կարիք չկա, այս ամենը ոչ այլ ինչ է, քան դաշտային վարժանքի սցենար, որի նպատակն է Միավորված ազգերի կազմակերպության կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով ստուգել եւ կատարելագործել պատասխանատու գերատեսչությունների համատեղ արձագանքման պատրաստվածությունը։ Ըստ վարժանքի սցենարի COP17 համաժողովի երկրորդ օրվա առավոտյան ենթադրյալ հանցագործը փոփոխության ենթարկված ուսապարկային ցողից սարքով մուտք է գործում նախասրահ, ակտիվացնում է սարքը, մարդկանց բազմության մեջ տարածելով քիմիական նյութը, այնուհետև նետում է սարքը, նախասրահում թողնում առանց հսկողության ուսապարկ եւ փորձում փախչել խուճապի մատնված ամբոխի միջով։ Դեպքի վայր ժամանած ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ծառայողները անմիջապես վնասազերծում եւ ձերբակալում են ենթադրյալ հանցագործին։ Միաժամանակ փրկարար ծառայության աշխատակիցների հետ կազմակերպվում է քաղաքացիների անվտանգ տարհանում, մուտքերին եւ ելքերին հնարավորինս մոտ գտնվող անվտանգ միջանցքներով։ Ստեղծվում է միջադեպի կառավարման հրամանատարական կետ, իրականացվում է տարածքի սահմանազատում եւ գոտիավորում, ինչը հնարավորություն է տալիս համակարգված կազմակերպել հետագա արձագանքման բոլոր գործողությունները։ Այնուհետև մասնագիտացված խմբերը սկսում են դեպքի վայրի զննությունը, գնահատվում են առկա ռիսկերը, ճշգրտվում եւ անհրաժեշտության դեպքում վերագնահատվում են վտանգավոր գոտիների սահմանները, ապահովելով արձագանքող անձնակազմի եւ շրջակա միջավայրի անվտանգությունը։ Իրականացվում է նմուշառում, դեպքի վայրի մանրամասն զննություն եւ ապացույցների հավաքագրում։ Հավաքված նմուշներն ուղարկվում են լաբորատոր հետազոտության, իսկ մասնագետները շարունակում են քրեագիտական եւ քննչական գործողությունները հետագա վարույթային գործընթացներն ապահովելու նպատակով։ Վարժանքին ներգրաված էին նաև քննչական կոմիտեի քրեագիտական կենտրոնի, պաշտպանության, առողջապահության եւ շրջակա միջավայրի նախարարությունների մասնագետները։ Վարժանքի հիմնական նպատակը ոչ միայն տարբեր կառույցների պատրաստվածության ստուգումն էր, այլև COP17 համաժողովի ընթացքում հնարավոր ռիսկերի կանխարգելման, մասնագետների եւ քաղաքացիների անվտանգության ապահովման մեխանիզմների կատարելագործումը։ Նմանօրինակ վարժանքները հնարավորություն են տալիս գնահատել տարբեր ծառայությունների փոխգործակցությունը, արագ արձագանքման կարողությունները եւ արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովման արդյունավետությունը։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։